2007 թվականի մայիսի 3-ին Պորտուգալիայի խաղաղ հանգստավայրերից մեկում տեղի ունեցավ մի դեպք, որը բառացիորեն ցնցեց ամբողջ աշխարհը։ 3-ամյա երեխան անհետացավ իր անկողնուց առանց որևէ հետքի։ Այս պատմությունը դարձավ 21-րդ դարի ամենամասշտաբային եւ թանկարժեք որոնումներից մեկը մեկ անձի նկատմամբ։ Եվ մինչ օրս որոնումները շարունակվում են, լուսաբանվելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների կողմից։ 2007 թվականի ապրիլի 28-ին բրիտանացի մի ընտանիք Քեյթ եւ Ջերի Մաքքանները իրենց 3 երեխաների եւ ընկերների հետ մեկնում են Պորտուգալիայի հարավային հատվածում գտնվող Պրայա դա Լուշ ծովափնյա հանգստավայր։ Երկուսն էլ մասնագիտությամբ բժիշկ են։ Սա նրանց հասանելիք հանգիստն է։ Հանգստյան օրերին ամեն երեկո նրանք երեխաներին քնացնում են եւ ընկերների հետ միասին ընթրում են տեղի ռեստորանում, որը ընդամենը 50 մետր է հեռու հյուրանոցից։ Սկզբի օրերն անցնում են շատ լավ, մինչև չի գալիս այն չարաբաստիկ օրը, որը կդառնա 21-րդ դարի ամենաառեղծվածային հանցագործություններից մեկը։ Մայիսի 3-ին ժամը 20:50 Քեյթն ու Ջերին հերթական անգամ իրենց 3 երեխաներին քնացնում են եւ ընկերների հետ միասին գնում են ընթրելու։ Սա լինում է վերջինը, երբ նրանք տեսնում են իրենց դստերը։ Նրանք ընկերների հետ պայմանավորվում են, որ ամեն 30 րոպեն մեկ նրանցից մեկը գնա եւ երեխաներին ստուգի, համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է։ Երեկոյան ժամը 21:30-ին հերթական ստուգայցի ժամանակ Մաքքանների փոխարեն գնաց նրանց ընկերներից մեկը, Մեթը, ստուգելու եւ իր երեխաներին եւ նրանց։ Երբ Մեթը հասավ Մաքքանների երեխաների սենյակի մոտ, սենյակի դուռը եւ լուսամուտը փոքր-ինչ բաց էր։ Քամու հոսքից վարագույրը շարժվում էր։ Սենյակը մութ էր։ Մեթը չմտավ սենյակ։ Նա չմոտեցավ մահճակալներին, որ չարթնացնի երեխաներին։ Նա դրան ճեղքից նայեց եւ իրեն թվաց, որ ամեն ինչ նորմալ է։ Նա մտածեց, որ պատուհանն ու դուռը Քեյթն է բաց թողնել սենյակն օդափոխվելու համար եւ վերադարձավ ռեստորան, չիմանալով, որ 3 տարեկան Մեդլեն Մաքքանը արդեն սենյակում չէր։ Քիչ անց ժամը 22-ին մայրը Քեյթ Մաքքանը գնում է հերթական ստուգայցի, բայց նա չի էլ պատկերացնում, որ ընդամենը 1 րոպեից իր կյանքը փոխվելու է ամբողջությամբ։ Երբ նա հասնում է երեխաների սենյակին, դուռը մի փոքր բաց է լինում, ինչպես սովորաբար, օդափոխվելու համար։ Նա անմիջապես ներս չի մտնում, որ երեխաներին չարթնացնի։ Դուռը կիսով չափ բացում է եւ նայում, ներսում մութ է եւ լուռ։ Երեխաներից ոչ ոք չի լացում։ Քեյթը մտածեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց երբ նա փորձեց դուռը փակել, այն հանկարծ քամու ուժից շրխկալով փակվեց։ Նա կրկին դուռը բացեց եւ նկատեց, որ լուսամուտը բաց է, իսկ վարագույրը ծածանվում քամու հոսքից։ Այն նախկինում փակ էր։ Երբ նա միացրեց սենյակի լույսը, տեսավ մի սարսափելի տեսարան, որը մինչև իր կյանքի վերջին օրը հիշելու է։ Երկվորյակ երեխաները Շոնն ու Ամելին խաղաղ քնած են, իսկ 3-ամյա Մեդլին Մաքքանի մահճակալը դատարկ է։ Նրա սիրելի խաղալիքը այնտեղ է, բայց ինքը ոչ։ Քեյթը խոճապահար սկսեց ստուգել ամբողջ սենյակը, նայեց անկողնու տակ, անկյուններում, պահարանների ետևում, բայց անարդյունք։ 3 տարեկան աղջնակը Մեդլին Մաքքանը անհետացել է։ Քեյթը բղավելով վազում է եւ բոլորին հայտնում, որ երեխան անհետացել է։ Նրանք անմիջապես ոստիկանություն չեն դիմում։ Սկզբում բոլորը մտածում են, որ Մեդլենը միգուցե որոշել է ինքնուրույն դուրս գալ եւ զբոսնել։ Նրանք փորձում են ինքնուրույն գտնել Մեդլենին։ 3-4 տղամարդ սկսեցին փնտրել ամբողջ հյուրանոցի տարածքը, այգիները, լողավազանի շրջակայքը, մոտակա փողոցները, բայց անարդյունք, երեխայից հետք անգամ չկա։ Քիչ անց հյուրանոցի ադմինիստրացիան զանգահարում է ոստիկանություն։ Մոտ 30 րոպե անց ոստիկանները ժամանում են, բայց նրանք կատարվածը անմիջապես չեն գրանցում որպես անհետ կորած, քանի որ ըստ տեղի օրենքի անհետ կորած համարվում է, երբ լրանում է առնվազն 24 ժամը։ Սակայն շատերը կարծում են, որ երբ խոսքը փոքր երեխայի մասին է, այս մոտեցումը անընդունելի է։ Թանկարժեք ժամանակն անցնում է, Մեդլենին գտնելու ամեն րոպեն կարող է վճռորոշ լինել։ Սկզբում ոստիկանությունը նույնպես մտածում է, որ երեխան միգուցե ինքնուրույն դուրս է եկել զբոսնելու, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի շատ կարևոր փաստ,
Եթե Մեդլենը նույնիսկ ինքնուրույն է դուրս եկել զբոսնելու, ապա 3 տարեկան երեխան 1 ժամում չի կարող անցնել 800 մետրից ավել, այն էլ երեկոյան։ Միայն 14 ժամ անց, երբ ժամանեցին Պորտուգալիայի քրեական գործերով հետաքննիչները, Մեդլենի անհետացումը պաշտոնապես համարվեց հնարավոր առևանգում։ Ծնողները, բազմաթիվ լրագրողներ, անգամ բրիտանական իշխանության որոշ ներկայացուցիչներ սկսեցին քննադատել Պորտուգալիայի ոստիկանությանը ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Քանի որ եթե սա առևանգում է, ապա 14 ժամվա ընթացքում երեխային կարող են ոչ միայն քաղաքից, այլ նույնիսկ երկրից դուրս հանել։ Ծնողների շարունակական քննադատումը ուժեղանում էր Պորտուգալիայի ոստիկանության վրա, եւ հենց այս ֆոնին ոստիկանությունը գործը ղեկավարող Գոնսալո Ամարայի գլխավորությամբ սկսեց այս ամենի մեջ կասկածել հենց ծնողներին։ Ահա այն պաշտոնական վարկածը, որը նա կասկածում էր։ Նա մտածում էր, որ ծնողները փորձել են Մեդլենին եւ մյուս երեխաներին տալ քնաբեր, որպեսզի նրանք հանգիստ քնեն, իսկ նրանք կարողանան գնալ ռեստորան ընթրել։ Բայց Մեդլենին տրված դեղի չափաբաժինը չափազանց մեծ է եղել, ինչն էլ կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքի։ Իսկ դրանից հետո, վարկածի համաձայն, ծնողները փորձել են թաքցնել երեխայի մարմինը խուսափելով քրեական պատասխանատվությունից։ Ոստիկանությունը սկսեց ուսումնասիրել նրանց վարձած ավտոմեքենան, բեռնախցիկում հայտնաբերվեց արյան հետքեր, իսկ հատուկ վարժեցած շները հայտնաբերեցին մահացած մարմնի հոտ։ Սակայն արյան հետքերը գենետիկորեն չհամընկան Մեդլենի ծնողների ԴՆԹ-ի հետ, իսկ հոտը պարզվեց դեղամիջոցների հոտ էր, որը գուցե նախկին վարձակալներից էր մնացել։ Բացի այդ, ծնողները բացահայտ ունեին այսպես կոչված ալիբի, ինչը հաստատվեց, որ այդ ժամերի ընթացքում նրանք գտնվել են իրենց ընկերների հետ ռեստորանում։ Ավելին, նրանք նույնիսկ տարածքից դուրս չեն եկել։ Բայց Գոնսալո Ամարալը մնաց իր կարծիքին, Մեդլենը մահացել է նույն գիշերը, իսկ նրա ծնողները փորձել են թաքցնել ճշմարտությունը։ Եվ 2007 թվականի սեպտեմբերին Քեյթն ու Ջերի Մաքքանները պաշտոնապես ճանաչվեցին կասկածյալներ Պորտուգալիայի իրավական համակարգի կողմից։ Գոնսալո Ամարալայի գլխավորությամբ նրանցից վերցրեցին ցուցմունքներ, հարցազրույցներ, բայց որևէ իրեղեն փաստ կամ ապացույց այդպես էլ չկար, ինչը կհաստատեր ծնողների մասնակցությունը։ Այս ամենից հետո որոշ անկախ հետաքննող լրագրողներ, վերլուծաբաններ եւ հետաքննիչներ սկսեցին կասկածի տակ դնել Գոնսալո Ամարալայի գործունեությունը։ Պարզվեց, որ մինչև Մեդլեն Մաքքանի գործը Պորտուգալիայում արդեն եղել էին մի քանի երեխաների անհետացման դեպքեր, որոնցից մի քանիսը ղեկավարել էր հենց Ամարալան, բայց այդ գործերից ոչ մեկը երբեք ամբողջությամբ չի բացահայտվել։ Սա լուրջ մտահոգություններ առաջացրեց։ Արդյոք սա աշխատանքի անհատական թերացում է, թե համակարգային խնդիր, որի հետևանքով կարևոր վկայություններ եւ ապացույցներ մնում էին անտեսված։ Չնայած այն բանին, որ Գոնսալո Ամարալը երբեք պաշտոնապես չի մեղադրվել որևէ հանցագործության մեջ եւ նրա դեմ որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել, այնուամենայնիվ շատերը սկսեցին կասկածել, որ նա ոչ միայն կարող է դիտավորյալ անտեսել որոշ վկայություններ, այլ նույնիսկ գոյություն ունեին ենթադրություններ, թե Ամարալը կարող է անձամբ ներգրավված լինել Մեդլենի անհետացման գործով։ Թեև նման տեսակետները երբևէ չեն հաստատվել պաշտոնապես, սակայն այդ խոսակցությունների ինքնին գոյությունը խորը ազդեցություն ունեցավ Ամարալի հեղինակության վրա։ Այս ամենը միայն ավելացրին վիճաբանությունները նրա անձի շուրջ, հատկապես երբ նա սկսեց բացահայտ մեղադրել Մաքքաններին առանց կոնկրետ ապացույցների։ Սակայն 2008 թվականի հուլիսին ապացույցների բացակայության հիմքով բոլոր կասկածանքները հանվեցին ծնողների վրայից, իսկ գործը ժամանակավորապես փակվեց։ Այս ամենից հետո Գոնսալո Ամարալան հեռացվեց զբաղեցրած պաշտոնից եւ առհասարակ իրավական համակարգից, բայց նա չլռեց։ Նույն տարում նա գրեց մի գիրք այս դեպքի մասին, որի վերնագիրն էր «Ճշմարտությունը ստի ետևում»։ Նա գրել էր, որ Մեդլենը մահացել է պատահմամբ, իսկ ծնողները թաքցրել են մարմինը, հետո ձևավորել այն առևանգման սցենար։ Գիրքը կայծակնային արագությամբ մեծ աղմուկ բարձրացրեց Մեծ Բրիտանիայում։ Քեյթը եւ Ջերին դատական հայց ներկայացրեցին Ամարալայի դեմ,
զրպարտության համար, քանի որ գիրքը խախտում է նրանց հեղինակությունն ու անհատական իրավունքները։ Սկզբում դատարանը բավարարեց հայցը, գրքի տարածումը եւ վաճառքը արգելվեց։ Բացի այդ, դատարանը Գոնսալոին պարտավորեց վճարել փոխհատուցում 500,000 եվրո, բայց ավելի ուշ վերաքննիչ դատարանը եւ Պորտուգալիայի գերագույն դատարանը չեղարկեց այս վճիռը, ասելով, որ գիրքը դա զրպարտություն չէ եւ Գոնսալոն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, քանի որ նա եղել է գործը քննող, իսկ գիրքը գրվել է հիմնված քննիչի աշխատանքային փորձի վրա եւ այն ընդամենը վարկած է, ոչ թե փաստ կամ ուղիղ մեղադրանք։ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո գիրքը նորից շրջանառության մեջ մտավ, այն մինչ օրս հասանելի է վաճառքի, ներառյալ էլեկտրոնային տարբերակով։ 4 ամիս անց Քեյթն ու Ջերին տխուր հուսալքված վերադարձան հայրենիք, Մեծ Բրիտանիա։ Մայրը միշտ ձեռքին պահում էր Մեդլենի սիրած խաղալիքը։ Այդ օրը Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին նրանց վերադարձը։ Գործը ժամանակավորապես դադարեցվում է ապացույցների բացակայության պատճառով, բայց Քեյթն ու Ջերին կազմակերպեցին հատուկ բարեգործական հիմնադրամ, որ շարունակեն որոնումները մասնավոր միջոցներով։ Նրանք դեռ հույս ունեն, որ Մեդլենը ողջ է։ Մինչ նրանք կփորձեին իրենց ուժերով շարունակել որոնումները, դեպքից 13 տարի անց 2020 թվականին գործը նորից բացվեց։ Այս անգամ գործին միացան նաև Գերմանիայի իրավապահները։ Նրանք արեցին մի սենսացիոն հայտարարություն։ Գերմանիայի քննչական մարմինները առաջ քաշեցին մի վարկած, ըստ որի հնարավոր է Մեդլենը առևանգվել է մի մարդու կողմից, ով արդեն գտնվում է գերմանական բանտում մեկ այլ հանցագործության համար։ Հնարավոր կասկածյալը դա 47-ամյա գերմանացի Քրիստիան Բրյուքներն է, անձ, ով նախկինում բազմիցս դատապարտված է եղել։ Իսկ ամենակարևորը, նա այդ ժամանակահատվածում բնակվել է Պրայա դա Լուշում, մի ճամփորդական մեքենայի մեջ, որը կայանված էր ոչ հեռու այն հյուրանոցից, որտեղ մաքքաններն էին։ Քանի որ Մեդլենի սենյակը գտնվում էր առաջին հարկում, որոշ քննիչներ ենթադրում են, որ Քրիստիան Բրյուքները կարող էր մուտք գործել սենյակ պատուհանից եւ առևանգել երեխային։ Քննիչների համոզմամբ Քրիստիան Բրյուքները դեպքից առաջ մի քանի օր շարունակ հետևել է մաքքանների ընտանիքին։ Նա ուշադիր ուսումնասիրել է նրանց շարժը, հետևել, թե երբ են դուրս գալիս։ Նա գիտեր, որ ծնողները յուրաքանչյուր երեկո թողնում են երեխաներին սենյակում եւ գնում ընթրիքի։ Նա նաև նկատել էր, որ երեխաների սենյակի պատուհանը միշտ մի փոքր բաց է լինում օդափոխության համար։ Քննիչները վստահ են, որ Բրյուքները լավ նախապատրաստվել է։ Նա սպասում էր հարմար պահին, եւ այդ գիշեր, երբ մաքքանները կրկին գնացել են ընթրելու, երեխաները միայնակ են մնացել սենյակում։ Հենց այդ ժամանակ Բրյուքները գործի է անցել։ Սակայն քննության ամենասկզբում թույլ է տրվել մի լուրջ վրիպում։ Սենյակը, որտեղից Մեդլենը անհետացել էր, մինչ փորձաքննությունը սկսվել է, մուտք էին գործել մի քանի տասնյակ մարդիկ, հյուրանոցի աշխատակիցներ, հարազատներ եւ այլ մարդիկ։ Այս պատճառով հնարավոր ապացույցները, մատնահետքեր, մանր նյութական հետքեր, որոնք կարող էին հաստատել Բրյուքների ներկայությունը այդ սենյակում, պարզապես ջնջվել է։ Սա դարձավ քննության սկզբնական փուլում ամենաքննադատվող սխալներից մեկը։ Բացի այն, որ Քրիստիան Բրյուքները այդ ժամանակահատվածում բնակվել էր Պրայա դա Լուշում, քննիչները նաև պարզեցին, որ նրա բջջային հեռախոսը ակտիվ է եղել հենց Մեդլենի անհետացման ժամանակ նույն տարածքում։ Չնայած այս բոլոր համոզիչ փաստերին, Բրյուքները կտրականապես հերքեց իր մասնակցությունն ու մեղավորությունը։ Գերմանացի քննիչները երկար ամիսներ ուսումնասիրեցին Քրիստիան Բրյուքների անցյալը, հուսալով գտնել որևէ ուղղակի ապացույց, որը նրան կկապեր Մեդլեն Մաքքանի անհետացման հետ։ Նրանք մանրակրկիտ ստուգեցին Բրյուքների նախկին կացարանները, ավտոմեքենաները, հեռախոսազանգերը։ Սակայն որևէ ուղիղ ապացույց, որը կփաստեր Բրյուքների մասնակցությունը կամ մեղավորությունը երեխայի առևանգման մեջ, չհայտնաբերվեց ոչ կացարաններում, ոչ ավտոմեքենաներում, ոչ էլ որևէ բիոլոգիական նշույլ։ Չնայած այս ամենին, մի շարք քննիչներ եւ փորձագետներ շարունակում են պնդել, որ հենց Բրյուքներն է հանդիսանում Մեդլենի անհետացման գլխավոր կասկածյալը։ Այդ գիշեր կար նաև մի վկա, մի իռլանդացի տղամարդ, ով ժամը մոտ 22:15-ին տեսել էր մի տղամարդու, ով գրկած մի աղջիկ երեխայի քայլում էր փողոցով։ Երեխան հագած էր վարդագույն գիշերանոց, այնպես ինչպես Մեդլին Մաքքանը։
Նկատելուն պես տղամարդը արագ քայլերով հեռացավ։ Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, կարծես նա շտապում էր, միևնույն ժամանակ զգալիորեն նյարդային էր։ Այդ տղամարդու բացատրանքի հիման վրա պատրաստվեց ֆոտորոբոտ, որը մեծ նմանություն ուներ Քրիստիան Բրյուքներին։ Ոմանք նույնիսկ վստահ են, որ հենց նա է կատարել այս ամենը։ Այսօր, ավելի քան 17 տարի անց, Մեդլեն Մաքքանի գործը մնում է բաց և չբացահայտված։ Բրյուքները ներկապահին գտնվում է բանտում այլ հանցագործությունների համար։ Նա մինչ օրս հերքում է իր կապը Մեդլենի անհետացման հետ, իսկ գործով որևէ դատավճիռ այդպես էլ չի կայացվել։ Քեյթ և Ջերի Մաքքանները մինչ օրս շարունակում են որոնումները իրենց անձնական միջոցներով։ Սա դարձավ ամենամասշտաբային, ամենալայն տարածում ունեցող և ամենաթանկարժեք որոնումները Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ուղղված մեկ անձի հայտնաբերմանը։ Ընդհանուր առմամբ ծախսվեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ, 18 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն որևէ հետք, որևէ իրեղեն ապացույց այդպես էլ չհայտնաբերվեց։ Եթե Մեդլեն Մաքքանը ողջ է, ապա նա հիմա կլինի 22 տարեկան։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ գիշերը, դեռ մնում է խոր առեղծված, բայց հույսը չի մարում, որ այն միգուցե ապագայում ստանա իր լիարժեք պատասխանը, իսկ մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Եվ քանզի ապացուցված չէ հակառակը, ծնողները Քեյթն ու Ջերին դեռ հուսով են, որ իրենց դուստրը կենդանի է և հավատում են, որ մի գեղեցիկ օր նա տուն կվերադառնա։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։